Ես Լուսինե Ղազարյանն եմ, Սպարտա մարզակումբի հիմնադիր տնօրեն։ Շուրջ 8 տարի զբաղվում ենք այս բիզնեսով։ Գաղափարը կար շատ շուտվանից իրականում, քանի որ ամուսինս սպորտի մեջ է ու միշտ մտածել ենք, որ ունենանք մարզասրահ, այն ժամանակ քաղաքում, նաև տարածաշրջանում չկար նման մարզասրահ ընդհանրապես։ Միշտ երազել եմ ունենամ բիզնես, ղեկավարեմ բիզնեսը, միշտ ու դա հենց այն պահն էր, որ այդտեղ պետք էր իրականում գործել, ինչ որտեղ նաև համոզել, որ մենք կարող ենք դրա միջով անցնել, կարող ենք այդ ամեն ինչը կազմակերպել։ Մի քիչ երկար տևեց այդ համոզելու process-ը, բայց ի վերջո, ինչպես եւ միշտ, կանայք հաղթում են իրենց մտքերով, մենք սկսեցինք մեր բիզնես ծրագիր գրելը։ Գրելուց հետո արդեն ավելի իրատեսական ստացվեց, քանի որ քաղաքում իսկապես պահանջարկը կար։ Մեր բիզնեսը իսկապես օգնում է կանանց լինել ավելի առողջ, գեղեցիկ, անկաշկանդ, ինքնավստահ։ Հենց այդպես էլ սկսել ենք, քանի որ Վանաձորում մի փոքր ավելի դժվար էր սկսել մի բիզնես, որտեղ պետք է կանայք եւ տղամարդիկ միասին պարապմունքներ անցկացնեին միաժամանակ, միևնույն սրահում։ Հենց այդ ժամանակ գաղափար առաջացավ առանձնացնել ժամերը։ Սրահը հնարավոր չէր առանձնացնել, քանի որ փոքր էր ի սկզբանե մեր տարածքը։ Ժամեր առանձնացրեցինք ու հասկացանք, որ իրոք կանայք այդ ժամերին ավելի ինքնավստահ ու ավելի հաճույքով են գալիս, քան ընդհանուր պարապմունքների ժամերին, որը որ իհարկե կաշկանդվածություն է առաջացնում։ Մեր մարզիչները բոլորը բարձրագույն կրթությամբ եւ որակավորված մարզիչներ են, Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, բազմակի գավաթակիրներ եւ քաղաքում, որն ամենակարևորն է, միայն մեր մարզասրահում է որակավորված մարզիչ, որը ունի հենց դեռահասների հետ աշխատելու որակավորում, որ ամենաբարդն է իրականում մեր բնակավարում։ Սիրով հրավիրում ենք մարզումների սկսած 8 տարեկանից եւ ծնողները կարող են շատ հանգիստ լինել իրենց դեռահաս երեխաների համար, քանի որ մեր մարզիչը որակավորված եւ բազմամյա փորձով մարզիչ է։ Իհարկե, որպես կին ունեմ բավարարվածության զգացում, որ կարողացել ենք ստեղծել, կարողացել ենք քաղաքում ստեղծել մի վայր, որտեղ կարող են թե կանայք եւ թե տղամարդիկ եւ թե երեխաները գալ ժամանակ անցկացնել, ինչու՞ չէ նաև առողջ ապրելակերպով զբաղվել։ Հատկապես այդ զգացմունքը առաջացել է դժվար տարիներին համարվում մեր բիզնեսի համար եւ կոവിഡ്ի եւ պատերազմի տարիները, բայց ավելի շատ կոവിഡ്ի տարիները, քանի որ ամեն ինչ արգելափակված էր եւ պարալիզացված էր թե մեր քաղաքում եւ թե ընդհանրապես աշխարհում։ Փոքր բիզնեսների համար շատ դժվար է որևէ խոչընդոտ անցնել ու ոտքի կանգնել, բայց մենք այդ երկուսն էլ անցանք, փառք Աստծո, իսկապես ոտքի կանգնած ենք եւ ընդհանրապես մեր բիզնեսը հաջողված եմ համարում Վանաձոր քաղաքում եւ ինչու՞ չէ նաեւ տարածաշրջանում։ Քանի որ տեղափոխվեցինք ավելի ընդարձակ մարզասրահ, ավելի մեծ տարածքով, մեր մարզասարքերը նույնպես արդեն չէին բավարարում սրահի տարածքին, անհրաժեշտություն առաջացավ նոր ներդրումների, ինչպես նաև հաշմանդամների համար էր պետք ձեռք բերել նոր մարզասարքեր, քանի որ մեր մարզիչը նույնպես վերապատրաստվել էր կինեզոլոգիական կենտրոնում որպես վերականգնողական պարապմունքների մարզիչ։ Այդպես դիմեցինք Արարատ բանկին, շատ արագ ստացվեց իրականում այդ process-ը, Արարատ բանկը շատ արագ վերլուծություն կատարեցին, նույնիսկ մենք պատրաստ չէինք այդ արագությանը, դեռ չկային մատակարարները, բայց ներդրումը արդեն պատրաստ էր, Արարատ բանկը արդեն իսկապես շատ արագ, այսքան տարիների ընթացքում մենք դեռ այդպես չէր ստացվել, որ մի քանի օրվա ընթացքում կազմակերպվեր նաև թե վերլուծությունը բիզնեսի եւ թե կազմակերպումը վարկատեսակի շատ արագ ստացվեց իրականում եւ
Նաև այդ ժամանակահատվածից սկսած մեր բիզնեսը սկսեց ավելի ակտիվ եւ ավելի ծաղկուն շրջան ապրել։ Որպես կին միանշանակ խորհուրդ կտամ կանանց ռիսկ անել, հիմնել իրենց բիզնեսը, քանի որ կանանց միտքը ավելի ճկուն է եւ ֆորս մաժորային իրավիճակներում շատ ավելի արագ են կողմնորոշվում կանայք, քան տղամարդիկ։ Դրա համար բիզնեսը հենց կանանց համար է։ Տղամարդիկ թող թիկունքից պահեն, պաշտպանեն, օգնեն։ Կանայք, որոնք ստեղծում են, ավելի ամուր են պահում իրենց ստեղծածը, քանի որ դա իրենց ավելի դժվար է տրվում։